Քիչ առաջ ազգային անվտանգության ծառայությունը բերման է ենթարկել Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանին ու նրա համախոհներին։ Երեկ ողջ օրը ՔՓԱ-ականները մի տեքստ էին պտտում սոցցանցերի իրենց էջերում, որի անունը դրել էին հեղաշրջման պլան, եւ ենթադրվում է, որ Բագրատ Սրբազանի կեցավայրը հենց այդ տրամաբանության ներքո են խուզարկել, սակայն ոչինչ այդպես էլ չեն հայտնաբերել։ Ինչու է Նիկոլ Փաշինյանը անցել կտրուկ գործողությունների, հարցրինք Շիրակի թեմի առաջնորդ Միքայել arczepiskopos Աջապահյանին։ Հիմա պայքար է։ Հայերի եւ ոչ հայերի պայքար է, ինչ կարծես։ Հակահարված լինելու է եկեղեցու կողմից Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն ինչ հակահարված արդեն հայերել է, ինչ հակահարված, այսինքն ինչ պետք է անենք որ։ Չգիտեմ, գուցե ինչ որ կերպ ինչպես եք բա պատկերացնում, սկսեն հերթով բոլորին հակահարված, ինչ անենք էլ ուրիշի պիտի հերթականենք։ Հա։ Մենք էլ ասենք պետական պաշտոնյայի ձերբակալենք։ Չէ, վերջապես, որ ասում էին բանադրանքի ենթարկել Նիկոլ Փաշինյանին, գուցե այդպես պատասխանի է։ Իրեն արդեն բանադրանքի ենթարկել է։ Դες խեղկատագության մեջ որ ենք երեկվա այդ գրառումները հիմա իրեն բանադրել բրդել է, մեր բանադրանքը ինչը փոխել։ Միքայել Սրբազանը կարծում է, որ Բագրատ Սրբազանը դժվար թե լինի հաջորդ քաղբանտարկյալը, նրան ազատ կարձակեն։ Սրբազանից հետաքրքրվեցինք, երկար է շարունակվելու այս առճակատումը Փաշինյանի հետ, պատասխանեց, որ իրենք չեն սկսել այն։ Այո։ Ինքն է սկսել, ինքն էլ կարող է վերջացնել ինչ մեկ ինչ։ Ինքն է սկսել, խո մենք չենք սկսել։ Դուք կարող եք ասել, որ մենք ենք սկսել, այդ բանն է, հա։ Չէ։ Կարող է մենք ենք սկսել, խաբար չենք։ Մինչև վեհապար ասա իմանանք։ Մինչև վեհապար հորը հասնելու է հնարավոր է, որ տեսնենք օրինակ վեհապար հորը։ Արդեն հասել է։ Չի հասել, արդեն հասել է։ Հասել է, անցել է։ Դեռ մնացել է Ռոմի պապը անձեռն բխելի։ Օրինակ կարող եք ձերբակալել վեհապար հորը։ Իմանեց հարց եք տալիս, իհարկե չի կարող։ Այդ խենթից ամեն ինչ էլ ակնկալելի է։ Ինչ իմացնա խոսքը։ Եվ մանավանդ այսպիսի ազգային անվտանգություն, այսպիսի ոստիկանություն ունենալու պայմաններում ամեն ինչ հնարավոր է։